Պարոն Կարապետյան, ռուսական հատուկ ծառայություններից արտահոսք է եղել, որ դուք Փաշինյանի իշխանության հեռացման ծրագրի մաս եք կազմում եւ այդ նպատակով եք Հայաստան եկել։ Շատ լուրջ արտահոսք է, շատ։ Այդ նպատակով եք եկել Հայաստան։ Որ նպատակով։ Իշխանության հեռացման ծրագրի մաս եք կոնկրետ ձեզ։ Պարոն Կարապետյան, ձեր թիմի կողմից հայցեր կլինեն։ Իսկ կարանք սենց քայլենք, որ ես էլ կարողանամ քայլեմ։ Ձեր թիմի կողմից այդ հայտարարության վերաբերյալ հայցեր կլինեն, քանի Որ նաև այդ հայտարարություն։ թեզեր միջազգային լրատվական միջոցը պարբերաբար։ Մեր թիմը ունի շատ ուժեղ փաստաբաներ, եթե իրեն գնահատեն, որ դա ինչ-որ լուրջ բան է, ուրեմն անպայման։ Դուք ծանոթ եք այդ հրապարակումներին, զորահանդեսի մասին Ես համարելով դա սխալ, քանի որ մենք գերիներ ունենք Բաքվում, դուք կիսում եք այդ կարգիկը զորահանդես 28-ին անցկացնելու հետ կապված։ Զորահանդես կարող են անցկացնել, բայց նպատակը պետք է ասեն։ Պարտված իշխանությունը ինչն է ցույց տալիս։ Երեք պատերազմ պարտված իշխանությունը ցույց է տալիս, թե ում միջոցով է պարտվել։ Պարոն Կարապետյան, ձեզ ոնց որ Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանեմ։ Ինչու՞ պարոն Կարապետյան։ Որովհետև զգում եմ դուք Փաշինյանի հետ փայ եք մտել, ուզում եք ամեն անգամ ինձ մեծ գումարներ կրի։ Ես եւ մեր լրատվամիջոցը որևէ մեկի հետ փայ չի մտնում, չգիտեմ ձեր հետ։ Բա ինչի համար, հենց ձեր հարցին պատասխանում եմ, Փաշինյանին ինձ մեծ գումարներ դատի է տալիս։ Ուրիշները դրանց խնդիր չունեն։ Այսպես եք ցանկանում դառնալ երկրի վարչապետ խտրականություն դնելով լրագրողների նկատմամբ։ Հարց ունեմ, ձեզ պատասխանում եք։ Ասեք։ Ձեզ Բայց Փաշինյանին կասեք դատի չտա։ Ես կորոշեմ իմ վարքագիծը եւ ասելիքը, անելիքը, հարցիս կպատասխանեք։ Ռուսական The Insider-ը ձեր մասին նորից ոնց որ ձեզ շատ են սիրում, նորից հրապարակում է արել, ասում են, որ դա ռուսական The Insider չի։ Դա հաշվեք հայկական ժամանակն է, ժամանակ մի կորցրեք, հա։ Ասում են Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում Վիլարի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան։ Այն գնվել է Գազպրոմ բանկի միջոցներով, ինչ որ նոր հետաքննություն են ձեր մասին։ Հետաքրքիր հետաքննություն։ Ասելիք չունեք այս մասով։ Ինչ ասեմ։ Կարդացի։ Իմ գնելուց հետո ոչ մեկը չի ապրել։ Եթե իմ գնելուց առաջ ինչ որ մեկը ապրել է, ես չեմ կարող մեկնաբանել, դա 1000 տարի պատմություն ունեցող վիլա է։ Հիմա Լյուդովիկն է ապրել։ Ասում են Գազպրոմ բանկի միջոցներով։ Իրենց ասեք, Լյուդովիկ 14-ն էլ ադեղ ապրել։ Հիմա ինչ անենք։ Գնանք կռիվ անենք։ Պարոն Կարապետյան, Հայաստան Դաշինքի առաջնորդն ասում է, որ եթե հաղթանակը, այսպես ասած, իրենց ձեռքից խլեն, իրենք պատրաստում են դա հեղափոխության վերցնել։ Եթե ձեր ուժից, այսպես ասած, հաղթանակը խլեն, դուք ինչ եք պատրաստում անել։ Մեր ուժից ոչ մեկը ոչ մի բան չի կարող խլել։ Պարոն Կարապետյան, մենք վստահ ենք։ Ձեր համակիրներն էլ չեն հավատում, արդեն ձայնագրությունների մեջ լսվում է, արդեն որ խոսում են, որ բերև առոտ է լինել ընտրություններից հետո Ռուսաստանն է այդպես ասում, որ պարտվեք ինչ եք անելու։ Ռուսաստանի ասածները մեկնաբանեմ։ Ես չեմ կարող Արտևանյանի ասածները մեկնաբանեմ։ Ռուսաստանի ասածները ոնց։ Իսկ ձայնագրությունների մասով չկա օր, որ հակակոռուպցիոն կոմիտեն չհրապարակի ձայնագրություններ, որտեղ լսվում են Չեք խղճում իրենց։ Օրինակ դուք արդեն չլսեք։ Անիմաստ վարժություններ են անում, ոչ մի օգուտ չտվող։ Մեկին կալանավորում են, 10 ավելանում են, 100-ն են ավելանում։ Իսկ ինչքան մարդ եք նախատեսում Ռուսաստանից բերել ձայնագրությունների մեջ, այդպես է լսվում նաև գումարով գրանցել ձեր ընկերությունների վրա։ Միայն Փաշինյանն է մարդ բերում։ Մենք Ռուսաստանից մարդ բերելու ոչ ցանկություն ունենք, ոչ հնարավորություն։ Փաշինյանը ամբողջ պետական ռեսուրսը միացրել է, Ռուսաստանից մարդիկ է բերում, որ գոնե 15 ցեն հավաքի։ Ես հնարավորություն չունեմ հարց ունեմ, քանի որ դուք տնտեսագիտական Բայց Փաշինյանը պիտի դատի չտա, նայեք, դուք վտանգավոր հարցեր եք տալիս։ Դուք շատ եք Փաշինյանի մասին խոսում, շատ կապ։ Չէ, բայց դուք բարդ հարցեր եք տալիս։ Ես ձեզ հարց եմ տալիս ձեր ոլորտից, քանի որ դուք տնտեսագիտական գիտությունների դոկտոր եք։ Ես ուսումնասիրեցի եւ գտա ձեր ատենախոսության թեման խոշոր դիվերսիֆիկացված ընկերություններում ներդրումային գործունեության կառավարման համակարգի զարգացման մասին եք գրել։ Տաշիր խմբի օրինակով։
Հա, Տաշիրի խմբի օրինակով։ Հիմա քանի որ նաև ձեր հիմնական թեզը, հիմնական ծրագրերը տնտեսագիտության ոլորտում են, այ ուղղակի զուտ ձեր դոկտորականից ինձ հետաքրքիր է, ինչպես է լուծվում տարբեր բիզնես ուղղությունների միջև կապիտալի բաշխման օպտիմալացման խնդիրը, հաշվի առնելով տարբեր շահութաբերության եւ ռիսկայնության մակարդակներ, այսինքն մի օր կհանդիպենք կտամ իմ դոկտորատը։ Հիմա կոմես չեմ դնելու դիսերտացիան։ Ես դիսերտացիան պաշտպանելուց առաջ երթին ես պաշտպանել եմ 10 տարի առաջ, երկրորդ հերթին դա ժամերի պատմություն է։ Դուք այդքան ժամանակ չունեք։ Աշխատության մեջ սեղմագիր կա, որտեղ հիմնական Հիմա դու կարող ես հարցնեք ինձ 47-րդ էջում ինչ է գրած։ Քաղաքացիների հետ հաճախ եք հանդիպում, ինչ խնդիրներով են ամենաշատը ձեզ դիմում եւ ինչպես է գնահատում Քարոզ Արշավը։ Բոլորին ենք այս հարցը տալիս։ Բոլորը ինձ դիմում են, ոնց անենք 1 օր առաջ հեռացնենք Փաշինյանին։ Բոլորի ոչ թե դիմում են, բոլորը խնդրում են։ Բոլորը հոգնել են Փաշինյանից, բոլորը հոգնել են մեր նվաստացումից։ Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդին օգնենք իրականացնենք։ Իսկ հետը գնալու Ռուսաստան։ Բայց մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան, մենք չենք գնալու Ռուսաստան։ Կարապետյանն ասել է, որ չի հիշում, բայց նա որ է դուք տեղեկություն ունեք Սուրեն Պապիկյանին հարսանիքին նվեր տվել է, տեղյակ եք։ Ով։ Նարեկ Կարապետյանը ձեր երկրորդ։ Ես տեղյակ եմ, որ Փաշինյանը նվեր տվել է։ Մնացած ոչ մի բանից տեղյակ չեմ։ Նարեկ Կարապետյանը մեծ մարդ է։ Փաշինյանից լի խոսենք, մի քանի օր մնացել մարդը գնում է։ Տեղեկություն ունեք, Հիմա որ 10 օր ունենք Փաշինյանից խոսալ։ 10 օր հետո Փաշինյանի մասին ոչ մեկը ոչ մի բան չի խոսել, չեն էլ հիշելու։ բայց ես հարց եմ տալիս, դուք լսում Լավ, մենք եք, Բայց հիմա դուք ինձ հարց եք տալիս։ Չէ։ տեղեկություն ունեք։ Ես նույնիսկ չգիտեմ դուք Սուրեն Պապիկյանին նվեր տվել, այդքան լավ հարաբերություն ունեմ ձեր հետ, չգիտեմ։ Իսկ տեղեկություն ունեք Սուրեն Պապիկյանին դուք նվեր տվել եք թե չէ։ Ես այնպես չեմ հարցնում, նա իշխանության ներկայացուցիչ է, դուք հիմա ընդդիմություն եք։ Ուզում եմ հասկանալ, ի վերջո, ինչ որ կապ Դուք ունեք, գիտեք Նարեկ Կարապետյանը դուք գիտեք քանի տարեկան է։ Դուք գիտեք Նարեկ Կարապետյանը քանի տարեկան է։ Դուք լսում ժողովուրդ եք, ջան, Չէ, դուք էլ ինձ նիստը լսեք։ Եթե Նարեկ Կարապետյանը 36 տարեկան մարդ է։ Դուք գիտեք 36 տարեկան մարդ ամեն օր գալիս ինձ թուղթ լրացնում իմ մոտ, որ հեսա Սուրեն Պապիկյանին նվեր տվեցի, Վաճոյին նվեր տվեցի։ Ընդունելի է, որ Նարեկ Կարապետյանը կարող է Ինձ համար ընդունելի է ինչ որ Նարեկ Կարապետյանը անում է։ Իսկ տեղյակ եք Ամեն ինչ ընդունելի է։ ասում եք տեղյակ չեք նա նվեր տվել է թե նվեր չի տվել, բայց տեղյակ եք Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է թե ոչ, որտեղ Իհարկե ոչ։ Իսկ չեք հոգնել 300,000 ադրբեջանցիների հետ կեղծ թեզից, որ անդադ հերկվում է։ Հենց ես հոգնեցի հաջորդ ընտրություններին Հայաստանում դուք Ալիևին եք ընտրելու։ Դրա համար աշխատեք, խնդրեք մեզ, որ մենք չհոգնենք։ Դա Կեղծ թեզերը միակ տարբերակն են իշխանության գալու։ Ինչ գիտեք կեղծ։ Որովհետև այդ թեզը հերկվել է։ Եթե Ալիևը ասում է, Ալիևը չի ասում։ Ալիևը չի ասում, Ասում է խաղաղություն է հաստատվել, լսել եք այդ մասին։ դե բարով այլեք ուրմն Քաղաքական այլեք։ ելույթներից հետո Լավ, լավ, ժողովուրդ ջան, մենք արդեն ուշանում ենք։ Երկրի թրքացման մասին, եթե հակադրվում են եւ Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունները, ձեր գնահատականը սրան եւ դուք ինչ գործիքակազմով եք երկրում այս վիճակը կանխելու։ Մենք հատուկ օրենքներ ենք ընդունելու հակա թրկացման։ Այդ միջոցներով կանխելու ենք, որովհետեւ եթե մենք չկանխենք, հաստատ շատ արագ Հայաստանը Իսկ որն է այդ հակաթրքացման օրենքը, որն է։ Վարդևանյանը կներկայացի, ինքը ներկայացրել է, եթե ձեզ համար Ժողովուրդ առանձին նիստից ուշանում ենք, էլի մենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար